Ժողովուրդ ջան, այնքան հարցեր եք տալի, որոշեցի արագ-արագ պատմեմ, վերջացնենք, որովհետև շատ հարցեր եք տալի, էլի, բայց մեկը բայն մեկը, դե ինչ ասեմ, այսօր անչափ ուրախ օր է իմ համար, որովհետև առաջին անգամ ես ջուր ունեմ, ու հետաքրքիր է նա, որ այսօր համ ոռոգման ջուր ունեմ, համ խմելու ջուր ունեմ, նույնիսկ վաղը մտածում եմ ոռոգման ջուրը, քանի որ գալիս է այգու մեջ, կարելի է մի երկու հատ տնկի տնկել, դե մեր գյուղում շատ տաք եղանակներ ա, գիտեք, կարելի է տնկիները տնկել, փակել ինչ-որ բանով, սիրուն, որ իրանք ինչքան շուտ տնկես տնկիները, գառնանը իրանք ավելի մեծ ուժով են լինում ու արդեն հարմարված հողին, ասում ենք խի ես վարչապետին շնորհակալություն հայտնում, որովհետև ես 4 տարի աստեղ եմ, դե թե ինչերի միջով եմ անցել չպատմելու, դե քանի որ ես տենց բանը ունևոր մարդ չեմ, էլի դժվար է ամեն ինչը ստացվում, որ գումար ունենամ, ասենք, ես գյուղում իհարկե ոչ էլ պաշտոնյաներին կդիմեմ, գյուղում իմ հարցերը իմ գումարով կլուծեմ, թե չէ, ասենք ես հո չեմ ուզում սրան մուննատ գամ, նրան մուննատ գամ, սրան դիմեմ, նրան դիմեմ, բայց երբ որ ես գումար չունեմ, իմ համար շատ դժվար է ամեն ինչը, ու դրա համար անընդհատ առնչվում ես պաշտոնյաների հետ։ Դե ինչ ասեմ, սկզբից այդ ոռոգման ջուրը, որ ինձ տալիս էին ներքևից, այդ վինտիլ կա էլի, այդ վինտիլը բացում էին, վերջը կարող է 3-4 օրը 1-2 ժամով բացեին, ես այդ վինտիլից արագ-արագ շշերը հավաքեի, վեդրոները հավաքեի եւ այլ, վերջը։ Ու տենց կրելով եւ այլը, այդ ձև։ Հիմա ինչի եմ ես վարչապետին շնորհակալություն հայտնում։ Նույնիսկ վարչապետը տեղյակել չի, որ ես ջուր ունեմ, կամ չունեմ, կամ չեմ ունեցել, բայց մեր երկրում համակարգը այնպես է աշխատում, որ վարչապետի անունը գրում ես կամ նշում ես իրան, ինքը կարող է շատ զբաղված է, ընդ պետական ապարատում, ասենք, պետական շատ կարևոր անվտանգային հարցերով կամ ուրիշ բաներով, բայց իր անունը գրում ես ու խնդիրդ լուծում են, հասկանում եք, խնդիրդ լուծվում է, ինչի է այսպես, դե եթե չի հասնում, մի տվեք այդ, հասնում է, տվեք, բայց հենց վարչապետի անունը տալիս ես, ոռոգման ջուրը տնտեղ, արագ-արագ մի օրում եկան սաղ հարցերը լուծեցին, սաղ հարցերը, ինչ որ չէր աշխատում, չգիտեմ, ընդեղ պոմպակայանը չէր աշխատում կամ ինչ որ մի բան, գյուղապետն էլ ընդեղ ոռոգման ջուրը միացրեց, իսկ ես ու ինքը 2 տարի է ամբողջ օրը այդ ջրի համար կռիվ ենք անում, իրոք կռիվ ենք անում, շատ ուժեղ ձևի, դե պատկերացրեք, ասենք, գառնանը տնկիներ ես տնկում, ինչ որ չարչարվում ես էլի քո հողամասում, որ բերք ստանաս, ջուր չկա, 3-4 օրով ջուր չկա։ Ինչ ասեմ, բայց վարչապետի անունը, հա, աշկով չտանք, բայց ես ձևը գտել եմ, սիրելի տիկին, արդեն ձևը գտել եմ, ձևը ոնց հա, այսօր նույնիսկ նստած մտածում եմ ինքս ինձ, ասում եմ, ասենք, որ ինձ աշխատանքից հանեցին, դե քանի որ անվտանգային համակարգում ես աշխատում, բանակի հետ կապված, թեկուզ կամավորությունը այդքան էլ բանակ չի, պարզապես բանակի հետ համագործակցություն է, բայց մտածում եմ ինքս ինձ ասում եմ, ով գիտի, գուցե ես լայվով այն ժամանակ դիմեի վարչապետին, ոչ էլ ինձ աշխատանքից կհանեին, բայց մենք, քանի որ անվտանգային համակարգն ենք, միշտ դու փորձում ես չվնասես քո պետությանը, էլի, ու ասենք այն ժամանակ էլ ես լռել եմ, ճիշտ է, մեր հրամանատարները միջնորդել են 1000 այնպիսի հրամանատարներ կան, որ ես ինձ չեմ էլ ճանաչում, բայց ես գիտեմ, որ իրանք իմ համար այնտեղ միջնորդել են, որ ինձ վերականգնեն եւ այլ, բայց չես ուզում էլի վնասես պետությանդ կամ ինչ որ մի բանին, դու լռում ես, ու ասում եմ այն մարդ այն ժամանակ մի հատ լայվ անեի դիմեի վարչապետին, կարող է հիմա ես աշխատանքի էլ վերականգնված լինեի, ինչ գիտենք էլի, ասենք չէ որ ես ոչ մի բադ բան չէի արել, ուղղակի խնդիր էի բարձրացրել, որ ասենք այդ պահածոյի հետ խնդիր կա։ Իմիջիայլոց որ ես այդ մոռացել եմ ձեզ պատմեմ, որ ես պահածոյի խնդիրը բարձրացրել եմ, շատ արագ այդ խնդիրը լուծվել է, սնունդը փոխվել է եւ ինքը հիմա լրիվ այլ չեմ կարա պատմեմ ինչ ձևի է գալիս զորքին, բայց լրիվ այդ հարցը լուծվել է, ընդհանրապես էլ այդ խնդիրը չի լինում,
բայց հետաքրքիր է նա, որ ինձ աշխատանքից հանել են, խնդիրը լուծել են, որը ես բարձրաձայնել եմ, բայց ինձ աշխատանքից հանել են։ Այսինքն ինչ մենք մեր խնդիրների մասին չպետք է բարձրաձայնենք, հա, կամ այսօր 1000 հաստատությունից ինձ զանգել են, ասում են դու խի ես վարչապետին դիմում, ու այնտեղ վերջը ին վրա ջղայնանում են, բան դու խի ես վարչապետին դիմել, բայց չէ որ ես վարչապետի անունը տալիս եմ ու մի օրում իմ երկու տեսակի ջուրն էլ գալիս է, ինչի է այսպես, ինչի մեր համակարգը չի աշխատում, ինչի մենք անպայման հասարակ կենցաղային հարցով պետք է դիմենք մեր երկրի ղեկավարին, որ այնքան հարցեր ունի այս մեր անվտանգային միջավայրում, ինչի է այսպես ստացվում, չգիտեմ, այստեղ բանը գրառման տակ ժողովուրդը հարցնում է, թե ինչու ես մարզպետին շնորհակալություն չեմ հայտնում, չէ որ մարզպետարանն է, չէ, այդ ջուրը ամեն դեպքում բերել հասցրել ստեղ, թեկուզ վարչապետին դիմելուց հետո է լուծվել այդ հարցը, բայց ինչի ես մարզպետին չեմ էլի շնորհակալություն հայտնում, ուրեմն այսօր զանգել եմ մարզպետ, ավելի ճիշտ իրանք են ինձ զանգել, այդ վարչապետին դիմելուց բան, տենց բան, ու ասում է բան, բա դու խի ես դիմել վարչապետին, վերջը այնտեղ երկար խոսում են, ասում եմ, դե ձեզ խնդրում եմ, էլի, կլինի 30 մետր էլ հետադարձը ընդամենը փոսը փորելու են, 30 մետր խողովակը քաշեն, այդ խողովակը մտնի փոսը, որ հետադարձ էլ գնա, չկրեմ, հիմա էլ ասենք ես կեղտաջրերը չկրեմ, էլի, բան, ասենք աշխատողը, չէ, քո հետ նենց է, չէ, խոսում, ժողովուրդ ջան, ասենք, չպատմելու էլի, չպատմելու, ու ոչ թե սա մարզպետարանին կոնկրետ ես ուզում եմ բան ասեմ, սա բոլոր հաստատություններն են տենց, իրանք քո հետ նենց են խոսում, որ վերջը ես իրանց 1000 ժամ խնդրեցի, ասում եմ, բա չէ, որ սահմանա լավ է, օգնեք 30 մետր թող փորեն խողովակը գցեն, չէ, չեղավ, ու ես հիմա մտածում, ասում, կարող է նույնիսկ մարզպետը տեղյակ էլ չի, ասենք իրականում, եթե մարզպետը ստեղ կանգնած լիներ կամ այդ զրույցը լսեր, որ ես իրան 2 ժամ խնդրում եմ, ասում եմ, լավ է, հետադարձնել գցեք, որ հետադարձնել գցեք, իմ կյանքը շատ կհեշտանա, ջուրը կհոսի, ոչ թե ասենք վեդրոյի տազիկի մեջ, աշխատողը այն կարգի է իմ հետ խոսում ու վերջը մերժեց այն կարգի բան արեց, որ ինչ անեմ, որ սահմանա եւ այլ, ну չպատմելու, լավ, չեմ ուզում պատմեմ, բայց հիմա նաեւ ես մտածում, ասում, բայց ասենք ինչպես շատ բաների մեր վարչապետը չի տեղյակ լինում, նաեւ շատ բաների կարող է եւ մարզպետը չի տեղյակ լինում, էլի, նաեւ էդ էլ կա, այն էլ ասենք, ես արդար մարդ եմ, ես ոչ մեկին չեմ ուզում, հիմա նայեք, ես այդ մարդուն 1000 ժամ խնդրում եմ, ասում, լավ է, հետադարձնել, թող գցե մարզպետը ասենք տեղյակ լիներ, կարող ասեր հələ արագ 2 աշխատող գնացեք, մի ժամվա խնդիր է, հետադարձնել գցեք, թող այդ մարդը ունենա։ Բայց համակարգում նստած են ու բոլոր տեսակի համակարգերում նստած են այնպիսի մարդիկ, որոնք մեզ հիասթափեցնում են մեր կառավարիչներից, հասկանում եք։ Հիմա երկրում շատ մարդկանց խնդիր չի լուծում, իրանք ասում են, տես է, իմ քայլը եկավ մեր համար ոչ մի հարց չի լուծում, սեն, նույնն էլ ասենք, ես անդադ ասում եմ, մարզպետարանը չի չօգնեց, ջուրս չքաշեց եւ այսօր 2 ժամ այդ աշխատողին խնդրում եմ, ասում եմ, խնդրում եմ ձեզ հետադարձը գցեք, բայց իրականում հիմա մտածում եմ, ասում եմ, կա մարզպետը տեղյակ էլ չի, որ ես խնդրել եմ այդքան, խնդրում եմ, ասում եմ, լավ է, տեղյակ էլ չլինի, չէ, իրականում, կարա տենց էլ լինի։ Կա մարզպետը տեղյակ լինի, ասի, հələ շուշուտ գնացեք հետադարձնել գցեք, էլի։ Ու մեր երկրի բոլոր համակարգերում ես չեմ ուզում ասեմ նախկիններ, բայց նստած են կադրեր, տարբեր տեսակի կադրեր, որոնք ասենց մի հատ այն հին ժամանակների իրանց չինովնիկներ են պատկերացնում եւ չեն հասկանում, որ այս երկիրը մեր համար է, իրանք աշխատում են մեր համար, որ մեր խնդիրները լուծեն, մեր հարցերը լուծեն, իսկ եթե դու խնդիր ես, չէ, բարձրաձայնում, դու արդեն համարվում ես վատ, էսի որտեղից եկավ է, էսի խնդիրեր է, բա սրա համար պետք է գնանք հասնենք գյուղ է, արդեն դու իրանց աշկին վատ մարդ ես դա։ Էլ չեն ասում, որ այդ աշխատավարձները ստանում են։ Մեր այս ժողովրդի հարկերի հաշվին է, մեր գյուղացիների հարցերը պետք է լուծվի, մեր կողքի գյուղի հարցերը պետք է լուծվի։ Մեր ասենք կողքի գյուղերում այնպիսի մարդիկ կան, ժողովուրդ ջան,
ես ուղղակի մեքենա չունեմ, ես ամեն օր իրանց կնկարեմ, ցույց կտամ, թե ինչպիսի արժանապատիվ մարդիկ կան, որոնք բոլոր պատերազմներին մասնակցել են, կամավորագրվել են, որոնք գյուղը չեն թողնում, բայց ով է իրանց հարցերը լուծում։ Որովհետև ասում եմ, կարող է նույնիսկ մարզպետը տեղյակ էլ չի, բայց իմ նման մեկը զանգում է, ասենք, կառույց, պետական հաստատություն, ասում ես լավ է, խնդրում եմ ձեզ օգնեք, այնտեղ ասում է, ես ինչ անեմ, որ սահմանա, մենք ձեզ լավություն ենք անում, սենց ենք անում, ոչ մեկը մեզ լավություն չի անում, ոչ մեկը, մենք օրենքով դիմում ենք, մեր հարցի համար, աջակցեք բնակիչներին, գյուղի բնակչին, քաղաքի բնակչին, որը ասենք թե օրենք չի հասկանում, գալիս է ձեր մոտ եւ այլը։ Այնքան որ այս գյուղի կյանքս պայքարներով գնում է, սկզբից պայքարեցի բանի համար, տանիքի համար, դե տանիքս բացված բոլորը տեսակ, ընդամենը մի մեշոք ցեմենտի խնդիր էր, մի մեշոք ցեմենտի, գյուղապետը ընդեղ էր ասում տակո խնդիրն է, բաները տենդեր շահած ժողովուրդը ընդեղ են ասում տակո, ոչ մի ձևի, որ մարդկային կարելի է իրար օգնել, փող օգնել, հիմա տանիքս բացվել է, մի մեշոք ցեմենտի խնդիր է, տվեք թող տանիքս փակվի, ես էլ ապահով ձմեռը անցկացնեմ, բայց չէ, մեր համակարգը բացարձակ չի գործում, մեր համակարգի մեջ նստած են անխիղճ, անմարդկային մարդիկ, դե հələ խիղճն էր մի կողմ, որոնք չեն ուզում, ասենք իրանց ծառայությունը, որ իրանք ընդամենը ծառայող են, իրանք սենց մի հատ բդեշխներ են, իրանց երևակայում են, չգիտեմ, իրանք մնացել են հին դարերում, բայց 18 թվից հետո փոխվել է այս ամեն ինչը, փոխվել է, մենք այս երկրի տերն ենք, ամեն ինչն է մերն է, համայնքապետարանն էլ է մերը, իրանք հələ ուղղակի տեղյակ չեն, բայց տեղյակ կլինեն, մարզպետարանն էլ է մերը, եւ այս բոլոր կառույցները պետք է ծառայեն ժողովրդին, ես տենց եմ հասկանում, չգիտեմ ժողովուրդ ջան, կոնկրետ ես, որ գյուղի բնակիչ եմ, շատ բան չեմ ուզում, իմ ջուրը գա, ասենք այգուց ջուրը գա, ես վեդրոյով չկրեմ, խմելու ջուրը բա դուք բոլորին քաշել եք, ասենք գյուղի բնակիչներ կամ գյուղապետ, ամբողջ ամառ, նենց չէ, ես որ ասում են քանա լցվե, ամբողջ ամառ գյուղապետին խնդրեմ, պատկերացրեք նույնիսկ մեր հրամանատարներն եմ, միջնորդը ասում եմ, խնդրում եմ մի հատ դուք գյուղապետին ասեք, որ իս ջուրը լինի, բա դուք ջուրը քաշեք, բոլորի ջրերը քաշեք, խողովակները քաշեք, խմելու ջուրը ունենաք ու ես ջուր չունենամ, պատկերացնում եք, մի հատ մարդ, որը ապրում է մենակ, դուք բոլորը, ասենք X թվով տներ ջուր ունեք, այ անխիղճներ, ասենք այն վերևի բնակիչը ջուր չունի, ես չգիտեմ, ես կյանքը տենց չեմ պատկերացնում, ես կյանքը պատկերացնում եմ, որ մեր ուժը ժողովրդի հոգատարության, բարեկամեցողության մեջ է, ես այդպես եմ հասկանում, չգիտեմ, դե որ այդքան պայքարեցինք, չի ստացվում, ոչ մի ձև չի ստացվում, մի հատ գրում ես, հողում ես կատարում, պարոն վարչապետին, տեղում, մեկ օրում, տենակ ոռոգման ջուրը ոնց է, շթի նման գալի, որ ասում ես, ուզում ես ծառ ջրի, ծաղիկ ջրի, այգիդ սիրունացրու, խմելու ջուրը գալի, ասենք էլի, եթե մի օրում, ընդամենը մի օրում ես երկու հարցը կարա լուծվի, ինչի դուք չեք անում, ինչի եք մեզ լարում ձեր դեմ, մենք է ձեր դեմ լարվենք, չգիտեմ ինչ անենք, օգնեք բոլոր բնակիչների եւ ամենակարևորը բոլոր բնակիչների հանդեպ եղեք հավասար օրենքի սահմանում, թե չէ ասենք սկզբից ամեն ինչ լավ էր, բոլորը իմ հետ լավ էին, մինչև այն պահը, երբ որ ես ասեցի, որ ես էլ մյուս գյուղացիների պես իրավունքներ ունեմ, երբ որ ես որոշեցի, որ ես մյուս գյուղացիների պես իրավունքներ ունեմ, իրավիճակը փոխվեց, ստացվեց, որ սա պապեկան հող է, որ ես ստեղ ոչ մեկ եմ, որ ես հանդեցի չեմ, ամեն օր էլ փորձեր ինձ գյուղից հանելու, էլ չգիտեմ ամեն օր ինձ ասում են դու հանդեցի չես, տեղից չես, սա մեր բոլորիս Հայաստանն է, Հայաստանում չկա ֆազենդա, անձնական, սեփականացրած, եւ պետական հաստատություն էլ չկա սեփականացրած,
Այո, կարող է մենք ընկճվենք, նենց չի, ես չեմ ընկճում, պատկերացրեք, որ փող ունեմ, մենակ մարդ, աշխատանքից էլ հանել են։ Ծիտիկի իրավունքով մարդ ապրում է վարձով տանը։ Բայց ես ինքս իմ համար որոշեցի, որ ախր ես ոչ մի վատ բան չեմ արել։ Ես օրենք չեմ խախտել, պետությունից գողացած կամ ինչ-որ սենց մախինացիաների մեջ չեմ եղել իմ ողջ կյանքում։ Պետության մեջ էլ ցանկացած հարց, որ եղել է կախված ժողովրդի հետ կամ անվտանգության հետ, ես բոլորին մասնակցեմ, նկարներով կարամ ցույց տամ, ասենք, էս ինչ թվի, էս ինչ բանը եղել է, ես նկարով բերեմ ցույց տամ, որ ես եղել եմ իմ ժողովրդի կողքին։ Անվտանգային հարցա, բերեմ ցույց տամ, որ ես եղել եմ էս ինչ տեղը, ու ես մտածեցի, որ Մերի դու խես ընկճվում, մի ընկճվի, հետո ինչ փող չունես, բայց դու այս երկրի քաղաքացի ես, վարչապետն ասում է, դու ես այս երկրի տերը, վերջ, ու ես սկսեցի պայքարել, ըստ օրենքի, ես սկսեցի կարդալ օրենք, ամեն օր, ես հիմա էլ եմ կարդում օրենք, ես ուզում եմ հասկանամ, որտեղ է, որ մեր համակարգը չի աշխատում, բայց եղա ուժեղ, տանիքս էլ սարքեցին, ջուրս էլ կապեցին, տենանք հաջորդը ինչ ալնում, այնքան որ շատ ուրախ եմ, շատ շնորհակալ եմ բոլորին, անչափ շնորհակալ եմ ժողովուրդ ջան, ձեր, չգիտեմ, կիսումների, թե հավանումների, թե այդ ամեն ինչի, թե բարի խոսքերի, դուք ուժ եք տալիս, հասկանում եք, ասենք ես գյուղում ապրում եմ մենակ, չէ, բայց ես մենակից չեմ զգում, հասկանում եք, մենակ չեմ զգում, մի օր հանկարծ գրառում չանեմ, տեսնես նամակներով գրեցին, ինչ կա, ոնց ես, ասենք, ու այս ամբողջ հավաքական ժողովուրդը, մենք միասին ուժ ենք, ես չեմ կարծում, մենք ինչ-որ բան կլինի, որը չենք կարողանա, որովհետև մենք ուժ ենք միասին, ու պետական հաստատություններին էլ ասում եմ, դուք փորձեք բոլոր մարդկանց օգնեք, բոլոր գյուղերի մարդկանց օգնեք, կամ եթե ջրագիծը քաշում ես, տանիքները սարքում ես, հավասարապես բաշխեք, մի բաշխեք գյուղապետի 16 շերտ, իմ տանիքն էլ բացված, ինձ ասում են տա քո պրոբլեմը չի, մեր պրոբլեմը չի, տա քո պրոբլեմն է, ասենք մինչև ես չզանգեցի քաղաքաշինության կոմիտե, լավ է իմ խելքն է կտրումը, բա ասենք կողքի գյուղի գյուղացին ինչ անի, չգիտեմ, կարծում եմ, որ արդեն մենք պետք է մի քիչ էլ հարմարվենք, մի քիչ էլ, այսպես ասած, լավանա մեր պայմանները ապրելու, մենք էլ օգնենք մյուս գյուղացիներին, եթե որևէ մեկը ինձ է օգնում, քաղաքաշինության կոմիտեն է ինձ օգնում, ամեն մեկը մարզպետարանն է ջուրը քաշում, մենք էլ պետք է օգնենք մյուս գյուղացիներին, բոլորս միասին, որպեսզի մենք այս ապարատը փոխենք, որը չի աշխատում, հասկանում եք, չի աշխատում այս ապարատը, ամեն մարդ, ով գալիս է գյուղ, ես գյուղի օրինակով ասեմ, ինքը անպայման ուզում է, ասի, որ ինքը քեզ լավություն է անում, հասկանում եք, այն օգնություն լինի, չգիտեմ, ինչ որ ուրիշ բան լինի, իրանք ուզում են ասեն, մենք ձեզ, այսինքն դու պետք է դառնաս իր մարդը, դե իր մարդն է դառնաս, պատկերացնում եք, չէ, ձայնազուրկ մի հատ մարդ, ինչ ասեն, տենց պետք է անես, չէ որ այսինչ թվին, այսինչ հարցում իրանք քեզ օգնել են, իսկ ես ոչ թե անշնորհակալ մարդ եմ, ժողովուրդ ջան, ես ուզում եմ նաև իրանց հասկացնեմ, որ դա ձեր ծառայությունն է, այո դու գալիս եք, այսինչ հարցը անում եք, ասենք խողովակը քաշել եք, բայց դա ձեր ծառայությունն է, դուք դրա համար աշխատավարձ եք ստանում, այ դրանումն է հարցը, ոչ թե ես անշնորհակալ եմ, այլ ես ուզում եմ հասկացնեմ շատ տարբեր հաստատությունների և աշխատող ապարատի, որ մենք ձեր ստրուկը չենք և ոչ թե մենք անշնորհակալ ենք, այլ դա ձեր ծառայությունն է, դուք հարմարվեք այն մտքին, որ դուք քաղաքացիներին պետք է օգնեք և քաղաքացիները, որ գալիս են ձեր մոտ իրենց խնդիրներով, իրենց հարցերով, դուք պետք է լուծեք, դուք աշխատանքի գնում եք խնդիր լուծելու համար, չէ, ասենք հարցերը, որոնք դուք պետք է լուծեք այդ հարցերը, ու դա չի նշանակում մենք պետք է դառնանք ձեր ճորտը, ձեր ստրուկը, հասկանում եք, դա մեր պետությունն է, մեր տված հարկերն է, ուրեմն Երևանի այդ ցույցերը, որ կա, այդ բանի 150 դրամի համար, նայում եմ մեր Գորիսի համայնքապետարանը, խոսքեր չունեմ, ուրեմն բան են դրել,
հաղում են դրել, որ Արուշանյանը Գորիսի անվճար գյուղերի համար բան անում, տրանսպորտը ապահովում, հասկանում եք, ընդ այս вообще Սյունիքի քաղաքները ցանկացած Երևանի շարժի ժամանակ իրանք ստե թեժացնում են։ Ասենք ինքը չի ասում Երևանում բանը 150 չլինի 100 լինի կամ ուրիշ բան։ Ինքը տենց բաներ չի ասում, չէ՞, բայց նենց մի հատ հղում ա դնում, յանի Ավինյանը չի ուզում բանը ժողովուրդը էժան երթևեկի, բայց այ Գորիսի Արուշանյանը գյուղերի տրանսպորտը անվճար է սարքել։ Մենք այդ ամեն ինչը տեսնում ենք, Սիրելի բդեշխներ Սյունիքի, դուք մի մտածեք, որ մենք այդ ամեն ինչը չենք տեսնում։ Այս շատ ու շատ իր հետևում ենք Քաջարանի, Կապանի, Գորիսի եւ մյուս համայնքապետերի այդ նամյոկներին, նամյոկներին շատ ու շատ իր հետևում ենք մենք ձեզ։ Ու կապ չունի, որ մենք ձեզ բան չենք ասում, ասենք, ոչ մի, բայց մենք շատ ու շատ իր հետևում ենք, մեր համբերության բաժակը չլցնեք։ Ասենք Երևանում ցույց է, ինչ որտեղ էլ որոշ մարդիկ իրոք գումար չունեն, չէ, ասենք այնտեղ մարդիկ կա, որ խոսում են, կարող է ընդդիմությունը իրանց օգտագործում է, բայց մարդիկ կան երևում է, չէ, որ իրոք այդ գումարը չունի, ասենք ինքը սրտանց ասում ախր ես գումար չունեմ, ստեղ Արուշանյանը հաղում է դնում, որ Գորիսի գյուղերը կամ չգիտեմ ինչը համայնքապետարանը անվճար է տրանսպորտը ապահովում։ Արուշանյանը այդ համայնքապետարանը ումն է։ Կարող է ինքնավար մարզ է Գորիսի։ Էդ էլ է Հայաստանի Հանրապետությունը։ Ու եթե համայնքապետարանը ցանկացած Սյունիքի քաղաքի համայնքապետարան ինչ որ բան ապահովում է, դուք ձեր տնից չեք,